Ամալիա Հովհաննիսյանի Live-room հաղորդաշարի սեր շարքում հյուրընկալվել էին դերասան Լեռնո Հարությունյանն ու կինը Սեդան։ Star News-ը հետևեց հաղորդմանը։ Զույգը խոսեց իրենց հարաբերություններից։ Սեդան նշեց, որ երբ վիճում են, ամուսինը եթե հումորով չի կարողանում շտկել իրավիճակը, պարտադիր ընկերներից մեկին երեկոյան հրավիրում է տուն։ Լեռնոն անկեղծացավ, որ դժվար է Սեդային նեղացած վիճակից հետ բերելը։ Ստիպված ֆիզիկական ուժի եմ դիմում, ձեռքերը կապում եմ, սկսում խոտուտ տալ։ Տանջանքների ժամանակ երեխեն գալիս ա, որ փրկի, չեմ հանձնվում։ Ասում եմ թող ասի ես քեզ սիրում եմ, բայց նեղացած ա, ոնց ասի։ Ասում եմ ասա դու իմ կյանքն ես, էս աղջիկն էլ ստիպված ասում ա, որ չտանջվի։ Սեդան պահանջկոտ ա, դե որ նոր էինք ամուսնացել տուն չունեինք առանձին, ոչինչ չունեինք։ Ինքը անընդհատ ասում էր, ասում էի թող էդ միտքը որ ունենանք։ Երբ դու ինձ անընդհատ ասում ես, ես էլ ընկնեմ էդ մտքիդ հետևից չի լինելու ոչ մի բան, էդ էր մեր վեճը։ Եթե Սեդայի տեղը ուրիշ աղջիկ լիներ, ես չէի ունենա էն, ինչ ունեմ հիմա։ Ամբողջ կենտրոնացումը տարիների ընթացքում եղել է մի երեխայի վրա, ցանկություն ունեցել են նորից երեխա ունենալ։ Սեդան խոսեց. Ես երբեք պակաս չեմ ունեցել երկրորդ, երրորդ երեխայի, որովհետև Նարեն էնքան լիքն ա։ Ամեն ինչ կա իրա մեջ, Աստված իրան ամեն ինչով ստեղծած տվել ա ինձ։ Մեր տանը մենք 3 հոգի ենք, բայց լիքն ա, երբեք չեմ զգացել պակաս, բայց ամեն դեպքում Աստծո կամքն ա, եթե տա… Լեռնոն անկեղծացավ, մենք ուզում էինք, մենք ուզեցել ենք։ Սեդան պատմեց նաև, որ երբ Լեռնոն դուրս է եկել թատրոնից, իրենք վիճել են։ Իրա աշխատանքը միշտ սիրել եմ, իրա թատրոնը սիրել եմ, որ դուրս ա եկել կռվել եմ։ Էդ օրը մենք վիճել ենք, որովհետև ես դեմ եմ եղել իրա թատրոնից դուրս գալուն։ Ես սիրում եմ իրա մասնագիտությունը, շատ ծանր տարա, ասում էի թատրոնը քո այցեքարտն ա։ Հիմա սակայն վերաբերմունքը փոխվել ա, հարմարվեցինք, արժեր դուրս գալ։ Շատ սկսեց հայտնվել հեռուստատեսությամբ, ավելի շատ ա աշխատում հիմա։ Էն ժամանակ քշում էր տաքսի, գիշերը ռեստորաններում նվագում էր, իսկ հիմա դա չկա։ Հարցազրույցից սիրով այսքանը, այժմ հոլովակներ ինստագրամյան հարթակից առանց մեկնաբանության։ Հաջորդ տեսանում էլի կան։ Արմ ջանի գնացին։ Սալոնի տակ օրերով կանգնած սերենատ էի երկում, մոռացել ես, թանքարավոր են։ Ինչի՞ս ներադրում, կյանքը կողքովս անցնում ա, ես էլ ջարեր տղա եմ։ Ես եկ չեմ նեղանում, քո կյանքն չուզում ես արա։ Գիտես ինչի՞ս, հա։ Հայացքիցդ, այդ սիրուն աչկերով էնպես ես նայում, պատասխանել ես չի տալիս։ Արամ աչքիս նշնայում խոսի։ Նայում խոսեմ, որտեղ կանգնալա։ Բրում էի գովում, որ շատ կին ես համտեսել, դու ես չգիտեմ։ Շատ կին եմ համտեսել։ Բայց քո նման կին դեռ չեմ տեսել։ Էդ գիտես ինչ ես կան, որ տենց է չեմ ասար։ ջարդեցիք մեր տունը։ Չմտածեք ալկաշիկ, ուղղակի ես ու Լիլին մտանք ռեստորան, կերանք, խմեցինք, դուրս ենք եկել, հիմա հասկացել ենք, որ շուտ ենք դուրս եկել, ուզում ենք պակասը լրացնենք։ Կներեք, ել եմ մեր բան հասնեմ։ Դուք ձեր մեքենայում խմելու բան չունեք,
Ունենք, պահել ենք նեղորվա։ Յոգում խանութ կա։ Խանութ։ Հա։ Հա, Զաքարի խանութ է։ Ստո ուզումա։ Ուզումա Անդրանիկ Հարությունյանին գնաց։ Ես չեմ կարող ասել ինչքանով մենք կարողացանք հեղինակի խոսքը տեղ հասցնել, բայց այնուամենայնիվ ես իմ կարծիքն եմ ուզում հնչեցնեմ, արդեն իսկ վերնագիրը ստեղծագործության հնչում է երեխայի շուրթերով։ Այսինքն ասելիքը այստեղ էր, որ երեխաները պատասխանատու են ծնողների վարքագծի համար։ Երբ առողջ հարաբերություններ են, ստացված կյանք է, երեխան դրանից միայն ծաղկում է, երբ հակառակն է, մեր գիտակցված և չգիտակցված սխալների պատճառով նորից տուժում է երեխան։ Եվ հատուկ շնորհակալություն եմ հայտնում խմբին, դերասանական խմբին, ով իրոք զբաղված է ստեղծագործական կյանքով։ Շնորհակալ եմ ձեզ բոլորիդ այսքանին։ Слышу голос из прекрасного далека, голос утренний в серебряной росе. Слышу голос и манящая дорога, кружит голову, как в детстве карусель. Прекрасная дорога, не будь ко мне жестоко, не будь ко мне жестоко, жестоко не будь. От чистого истока прекрасная далека, прекрасная далека, я начинаю путь. Աչքերին պես թացեմ, ճակատագրից, սետա, ճակատագրից, բոգված նավեր, էտ սետանքը ջանջես նորակ կծես ինչ-որ տեղ։ Ասում եմ 1000 մարդատեն եմ։ Մի րոպե։